Անվտանգություն, ինքնիշխանություն, վճռականություն, դիմակայունություն։ Եվրամիությանն անդամակցություն, զարգացած տնտեսություն, ուժեղ բանակ, վստահելի դաշնակիցներ։ Ազգային արժանապատվություն, միասնականություն, համերաշխություն, պատասխանատվություն։ Օրենքի գերակայություն, անկախ դատարան, կոռուպցիայի մերժում։ Բարձր աշխատավարձ, անվճար բարձրագույն կրթություն, հասանելի առողջապահություն, արժանապատիվ թոշակ։ Հանուն հանրապետության, քո ձայնը խորհրդարանում։ Կատարիր գնումների իդեալ համակարգիր խանութ սրահներից եւ յուրաքանչյուր 290,000 դրամ գնումների դիմաց ստացիր 29% զեղչ եւ լրացուցիչ 29,000 դրամի ապրանքներ քո ընտրությամբ։ Հարցը ինչի մասին ձեզ համար ձեզ պարբերաբար հիշեցնում են Արցախի մասին, ձեզ մեղադրում են Արցախի կորստի համար եւ հետաքրքիր է ինչու եք դուք Արցախի արցախցիների մասին լսելիս դառնում առավել նյարդային, չկայանում եք քրիստերի մեջ եք հայտնվում եւ հետաքրքիր է նաեւ այն թե ինչ ապրումներ եք դուք ունեցել Արցախի կորստի ժամանակ, որովհետեւ ամեն դեպքում 2023 թվականին հրապարակային խոսքում ձեզ համար Արցախը դեռ Հայաստան է եւ եթե կարելի է մենք հաց եւս եկեղեցու հետ կապված, որովհետեւ այն ապահովել է ձեր նախընտրական ծրագրում, ինչ է սպասվում Վեհապան Հայրապետին, եթե դուք ընտրվեք եւ ինչպես է հեռացնելու նրան, եթե օրակարգում է լինելու այն ու ինչպես է հասնելու այդ ճանապարհին, որովհետեւ դեկտեմբերի 17-ին մենք համոզվեցինք, որ ժողովուրդը Վեհապան Հայրապետի կողքին է։ Շնորհակալ եմ հարցի համար, ես կարծում եմ, որ շատ բնական է, որ 2020 թվականի իրադարձությունները էմոցիա են պարունակում, հասկանալիորեն։ Դուք հարցնում եք ինչ ապրումներ եմ ունեցել, անձնական։ Ես կարող եմ ասել հետևյալը։ Եթե տենց խոսակցությունը միջև աստիճանի բացում եք, ես ընդհանրապես երևի վերջին գիտակցական կյանքում առաջին անգամ, երբ ես դադարել եմ ամենօրյա աղոթքներ ունենալ, այդ եղել է 2020 թվականի մայիսի 2020 թվականի նոյեմբերի 8-ից հետո։ Չէ, ընդհանրապես, ասում եմ, ընդհանրապես։ Հետո դրանից հետո երկարատև ծոմ եմ պահել։ Ասենք օրինակ մի շաբաթ ոչ հաց եմ կերել, ոչ էլ ջուր եմ խմել։ Եթե դուք հարցնում եք իմ էմոցիաների մասին, այդ են եղել իմ էմոցիաները։ Եվ դրանից բխող բոլոր հետևանքներով, բայց հետո էլի սկսել եմ մտածել, ինչ է տեղի ունեցել եւ ինչու։ Եվ հասկացել եմ, որ իհարկե մի անգամից չեմ հասկացել, քայլ-քայլ հասկացել եմ, որ Հայաստանը Ղարաբաղյան շարժման դրվել է թակարդի մեջ եւ այդ թակարդից պետքա դուրս գալ։ Եվ ուրախ եւ հպարտ եմ, որ ինձ հաջողվել է Հայաստան դուրս բերել այդ թակարդից։ Այդ ամբողջը։ Եվ էմոցիան կապված է ուրիշ բանի հետ, որ ես տեսնում եմ, որ այսօր կոնկրետ մարդիկ լրտեսական գործունեության տրամաբանության մեջ Հայաստանը ուզում են հետ տանել կոնֆլիկտի թակարդի մեջ։ Այս ամբողջ պատմությունը։ Մնացածն էլ էմոցիոնալ։ Ես զարմանում եմ, այսինքն մարդ կա, որի համար այս թեմաները էմոցիոնալ չեն։ Եթե մարդ կա տենց, ուրեմն առավել եւս։ Ես չեմ զարմանում, որ ասենք Ռոբերտ Քոչարյան նման մարդը էմոցիա չունի, նա որտեղ սառնասիրտ մարդասպան է, ինչի պետք է էմոցիա ունենա։ Սառնասիրտ մարդասպան, որի տեղը բանտում է։ Կարծում եմ բանտում իր էմոցիաները կամաց-կամաց կսկսեն վերականգնվել։ Կամ Ծառուկյան Գագիկ ինչի պետք է էմոցիա ունենա։ Քյարփինջը ոնց կարա էմոցիա ունենա։
կամ կալուգացի օլիգարխ ինչի պետք է էմոցիա ունեն, արհեստական ինտելեկտը էմոցիա ունի։ Ես էմոցիոնալ մարդ եմ, նորություն է ձեզ համար, ինչի ես ընդդիմադիր պատգամավոր լինելու ժամանակ էմոցիոնալ չեմ եղել, լրագրող լինելու ժամանակ էմոցիոնալ չեմ եղել, ընդհանրապես մարդը էմոցիոնալ եղավ, ես չեմ պատկերացնում մարդը առանց էմոցիայի, առանց էմոցիայի մարդը կամ տախտակա կամ քյարփինջ է։ Եվ ցավոք սրտի մենք քաղաքական դաշտում տեսնում ենք այդպիսի բութ գործիքներ, որոնք օգտագործվում են տարբեր ուժերի կողմից։ Հա, քանի որ հարցը կապեցիք հայաստանյան առաքելական եկեղեցու հետ, ամենաբանը զվարճալին գիտեք որն է, որ հայաստանյան եկեղեցու առաքելական Սուրբ եկեղեցու պաշտպանության դիրքերից հանդես են գալիս մարդիկ, հա հետո բնականաբար վերականգնել եմ աղոթքներս, այնեն չի, որ միջև հիմա դադարել եմ, ակնհայտորեն։ Ես նկատի ունեմ դա ինչ որ տեղի ունեցել մեծ էմոցիոնալ շոկ ա եղել ինձ համար, ինչպես նաև համոզված եմ շատերի համար։ Եվ միջալոց այդ առիթով եմ ես, եթե բացվում ենք, այդ առիթով եմ ես սկսել սաղմոսները անգիր սովորել։ Որովհետև այդ հոգևոր դատարկությունը լցնելու անհրաժեշտություն եմ ունեցել։ Հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու մասով ամենազվարճալին գիտեք որն է, որ Հայաստանյան առաքել, ասենք օրինակ այսօր նայենք այդ եռագլուխ կուսակցության լիդերներից, ես համոզված եմ իրանցից ոչ մեկը ավետարաններից գոնե մեկի գոնե կեսը չի կարդացել, գոնե կեսը, ես համոզված եմ իրեքին ազգային ինքնությունից հանդես են գալիս մարդիկ, որ համոզված են հայ ժողովրդի պատմության ամենապրիմիտիվ հարցերին չեն կարող պատասխանել, ընդհանրապես գաղափար չունեն։ Ամենապրիմիտիվ տեստ անենք, ամենապրիմիտիվ հարցերին հայ ժողովրդի պատմության չեն կարող այդ մարդիկ պատասխանել, չեն կարող պատասխանել։ Այդ մարդիկ տարրական գրագիտության խնդիր ունեն, տարրական գրագիտության Ռոմանոսը ու է։ Ձեր միկրոֆոնները աշխատում են։ Հա։ Հա, շատ լավ։ Եվ էս է իրողությունը, եւ իմիջայլոց ասեմ։ Ու այս մարդկանց բնականաբար շատ կոմֆորտ է կաթողիկոսի պաշտոն զբաղեցնող այն անձը, որը հենց Աստվածաշունչը երևի կիսատ պռատ կարդացել է։ Նրանց համար, ովքեր ոչ մի ավետարան, ավետարաններից ոչ մեկը, ես գրազ եմ գալիս, գնացեք Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյան, Ռոբերտ Քոչարյան, ընդ որում հիմա ասում եմ, երբ հանդիպեք հարցրեք, ասեք Աստվածաշունչը, ավետարանը եւ նոր կտականը, ինչով են իրարից տարբերվում։ Այս բան եմ ասում, ավետարանը, Աստվածաշունչը, նոր կտականը, ինչով են իրարից տարբերվում։ Ես թվում է ուշքից կգնան, որ այդ հարցը տակ։ Կոգնիտիվ դիսոնանսի պատճառով։ Ու Կտրիչ Ներսիսյանի նմանը, որը կիսատ պռատ կարող է կարդացած լինի Աստվածաշնչի 2/3-ը, շատ խորը հոգևոր տպավորություն է թողնում այդ մարդկանց վրա, համոզված եմ։
Ժողովրդի կամքի արտահայտությունը ինքնին արդեն մեզ բոլորիս կդնի իրողության առաջ եւ որոշման առաջ, որը պետք է կատարածվի։ Ցանկացած բանի, որ ժողովուրդը դեմ լինի, ուրեմն չի լինի, ցանկացած բանի, որ ժողովուրդը կողմ լինի, ուրեմն կլինի։